Ստորագրությունները անհատ ձեռներեցի ՀՎ կոդով, այսինքն սովորական չեն կանցել, այսպես ասենք, որ խնդրեմ եք ստորագրես, ոչ, անհատ ձեռներեցների ՀՎ կոդով անուն ազգանուն ստորագրություն, ամսաթվով ստորագրություններ են, որ հասկանան, որ բոլորն էլ դեմ են դրան։ Ես հիմա ցավում եմ ուղղակի ժողովրդի վրա եմ ճիշտ ասած հիմա արդեն անում, որ այսօր քիչ ենք, որովհետև հա մի քիչ պաշտպանողական բան կա, որ իրանք էլ են հիասթափվում, տեսակ կա, որ չի հիասթափվում, մեր տեսակը պայքարող տեսակը դուք երևի տեսած կլնեք, որ լիքը եթերներում հենց մենք ուզում ենք հա լավ, իրանց տեղ ներկայացնենք, հա, իհարկե, բայց կարելի է, երբ որ դու նույնիսկ եթե չես խոսում, ասենք, չունես այդ հնարավորությունը խոսելու, գոնե պետքա ներկա լինես, որ լրացնես այդ բողոքի ակցիան։ Կան տնտեսվարողներ, որ արդեն գիտեք, որ օրինակ փակել են պատրաստ։ Իհարկե, շատ կան, ասա նշան։ Քանի օքի են փակել։ Դե չէ, փակվողներ կան իհարկե, եթե նոր ապրանք ձեռք բերելու համար։ Նայեք, այս marketplace-երը այնպես արեցին, որ խանութներում զապաս ապրանք, կողքի դրածվան, շատ քիչ խանութ է այդ ձեռագրով աշխատում։ Իսկ այս օրենքը, որ փոխվեց, անընդհատ ձեռքբերումի համար ձեռքբերում է պետք ունենալ։ Հանգացել է, թուղթ չկա, բնականաբար են մարդով պարալիզացավ ու ասենք ելք չի գտնում, վախից փակվում է։ Հիասթափությունից ինչ է անելու այդ մարդը, ինչով է ապրելու, ոչ մեկին չի հետաքրքրում, ցավոք սրտի, եւ շատ կարևոր բան, տնտեսվարողների մեծ մասը, 50 մեծ մասը, չեմ ասում, մեծ են, իսկ դժվար է ֆիզիկապես ներկա լինելը։ Հիմա այս երկրում ֆիզիկական հարցեր է լուծվում, հա, խոսքը տեղ չի հասնում տեղ։ Ոլորտները այնց որ ունեն էլի մասնագետներ, կարող են յուրաքանչյուրը իր նախարարություններից դուրս գա, հակած կապած, որ այդպես նստում են ու աշխատավարձ են ստանում։ Թող ամեն մեկը իրենց ամեն կուսակցությունից ինչ որ մարդ ուղարկեն, յուրաքանչյուր բնակավար, շորի բնակավար, ոսկու բնակավար, մյուս բնակավարները գնան ուսումնասիրեն, հասկանան խոսքը ինչ, այս մարդիկ իրոք ճիշտ են ասում, թե չէ, լավ, գուցե խաբում են ժողովուրդը։ Բայց դες ինչու չեն անում։ Փողապետ։ Ժամանակ չունեն։ Ես հարցին պատասխանը Դες նշեցիք, որ պատրաստ եք ցանկացած մեկի հետ, ովքեր դեռ չեն լուծում, ճանապարհ գնալ, ընդդիմադիրներից։ Այո, ընդդիմադիրներից, ուր է։ Թեկուզ ընդդիմադիրների։ Մենք միջև հիմա խուսափել ենք քաղաքական։ Թողեք խոսա։ Միջև հիմա մենք չենք ուզել հարցը քաղաքականը։ Քաղաքական աստարստանա չենք ուզել։ Մենք ուզել ենք ուղղակի լինի տնտեսական հարց։ Տնտեսական, երկրի տնտեսական հարց։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներ ուղղակի մոտեցել են դες չեն մոտեցել, որովհետև մենք ի սկզբանե մեսիջ ենք ուղարկել, որ չենք միանալու քաղաքական ընդդիմադիրներին։ Մեսիջը այսպեսի ուղարկվել է, որ մենք ուզում ենք տնտեսական հարց լինի, բայց հիմա արդեն ոնց որ նայում ենք չի լուծվելու ոչ մի ձև։ Հիմա արդեն երևի դժգոհությունները բոլոր ոլորտում են, հասկանում եք։ Առավոտը ճանապարհը այն փակե ինչ որ շենք մարդիկ վճարած շենքի բնականաբար բանկը ուզում է վերցնել, արդեն դժգոհությունները տարբեր տեղերից շատացել են։ Ուզես չուզես ավտոմատ դառնում է հարցը քաղաքական։ Քաղաքապետարանը խոսք է տվել նրանց, որ հանդիպելու է իրենց հետ։ Դուք այսօր Իմ աչքերում այսօր համար մեկ կոռուպցիան մեր քաղաքապետարանն է։ Որովհետև այսօր կոռուպցիա ասում եք կա թե չկա, պետական մակարդակով կա։ Օրինական կոռուպցիա է դարել։ Հիմնադրամը Սամսոնը գործարար լավ խոսեց, չէ՞։ Լավ բացատրեց։ Թող լսեն հասկանան։ Անցյալ շաբաթ կառավարությունը նախագծի հավանություն տվեց, որը 7.3 միլիարդ պիտի տրամադրի աջակցություն տնտեսվարողներին, որոնք բախվել են այս խնդիրներին։ Մեծ ենք հեքիաթների չենք խախտում։ Կառավարությունը պիտի տրամադրի դիմում տվողներին։ Ինքը ինչ գիտի, ովքեր են դիմում տալու։ Ովքեր են ի վիճակի լինելու ընկնել այդ սանդղակի տակ ու դիմում տան։ Հերթական հեքիաթ վերնագիր։ Այսինքն սպասելիք չունեք էլի որևէ առումով։ Դե вообще ճիշտ ասած շատ է վերնագրերը շեղում։ Ես կուզենայի ձեզ խնդրեի, որ այդն շեղող վերնագրերով տեքստեր չգցեք, որովհետև մարտի 3-ին ժուրնալիստների պատճառով չեկան ցույցի ժողովրդի մեծ մասը, որովհետև գրեցին աջակցության ծրագիր, ուր էր ընդ աջակցության ծրագիր։
Ժուրնալիստները գրել են կառավարության հաստատած ծրագիրը, այսինքն կառավարությունը Ժուրնալիստներից մեկը օգտվել է, մեզ հարցրել է, այդ ձեզ վերաբերվում է, կարում եք օգտվեք, թե չէ։ կառավարությունը ընդունել է որոշումը։ Որոշումը ընդունված է, կառավարության կայքում է Բայց գրված։ այդ որոշումից ով է կարում օգտվել։ Ասում են նախագիծը հավանության են տրվել, դեռ չեն օգտվել։ Դեռ չեն օգտվել այդ ծրագրից։ Հավանության արժանացած ծրագիր է, ընդամենը դա են արձանագրել։ Բայց վերնագիրը որ կարդում են մարդիկ բոլորը, հա, մի հոգի չի, երկու հոգի չի, հիմնական մեծ մասը հասկացել է, որ իրենք ստանում են աջակցություն, հետաձգվում է օրենքը, որ ես ձեզ խնդրում եմ, Բայց ամսը չհետաձգվեց հուլիսին։ Չէ, դուք նորից եք նույնիսկ խալը կրկնում։ Չի հետաձգվել հիմա ձեզ վերաբերվում այսինքն։ Չէ, ես չեմ կարող օգտվեմ դրանից։ Ինչու՞ չեք կարող օգտվել։ Որոշումը Նորից կասեմ, լավ։ Ուրեմն անցած տարվա ձեռքբերումները նախընտրելի էր օրենքով։ Ով որ ուզում էր նվազեցնել իր հարկը, փաստաթուղթ էր պահում։ Ով որ չէր ուզում նվազեցնել կամ չէր կարում փաստաթղթի բացակայության պատճառով 5% էր վճարում։ Հիմա ես նոյեմբեր-դեկտեմբերին ձեռքբերումներ ունեմ բավականին, որ այս գարունը համար դե տենց է ստացվում, որ պիտի շուտ ձեռք բերեմ, որպեսզի հետաքրքիր ապրանք ունենամ։ Հիմա նոր օրենքը ասում է, այս աջակցությունը խայտարակ, որ կօգտվեն նրանք, ովքեր թուղթ ունեն։ Որ թուղթ ունենայի անցած տարի նվազեցնելու է, քո կարիքը չէի էլ ունենալու քո աջակցության։ Ես նկատում եմ երկարաձգում, հետաձգումը ձեզ չի վերաբերում։ Տիկին, դուք չեք կարդում։ Կարդում ենք, ասում եմ մնացորդ ապրանքները մինչև որ վաճառեն վերջացնեն։ Թուղթ ունի։ Փաստաթղթավորվածի մասին չի որ։ Ոչ։ Դուք հետաքրքրվել եք դրա մասին։ Ես մեջն եմ դրա, ես այդ ապրանք ունեցողներից մեկն եմ։ Այդ շատ ապրանք ունեցող, շատ ասելով խանութիս համար ապրանք ունեցողներից մեկն եմ, ով որ չի օգտվելու այդ աջակցության ծրագրից։ Որովհետև ինքը ինձանից ուզում է փաստաթուղթ։ Այսինքն, այս օրենք են ընդունում հետին թվով։ Օրենքը չի կարելի հետադարձ ուժ ոնց պիտի ունենա։ Մի ժամ է սպասում։ Ինչն է ինչին նման։ Ես էլ եմ ուզում իմանալ, հələ մի հատ բոլորին հարցրեք, կամ մարդ որ ստեղ մի ալարեք, հարցրեք, կամ հարցրել եք բոլորին, ասում են կարող ենք օգտվել, բայց մենք չենք կարող 6 ամսում վաճառել մեր մնացորդ ապրանքը։ Խնդիրը միայն դա են համարում, որովհետև իրենք տեղյակ են, որ փաստաթուղթ չի պահանջվում այդ 6 ամսվա համար։ Ուղղակի խնդիր ունեն, որ այդ 6 ամսում իրենց չի պահանջվում։ Այո։ Դուք կհիմնավորեք ձեր ասածը։ Այս որոշում կա կառավարության։ Ես կարամ, մենք եկեք ինտերնետը ինչ է, հասանելի է, կարեք ցույց տա։ Ուրեմն այդ տիպի փաստաթղթով լինի։ Փետրվարի 27-ին ընդունված որոշումը սահմանել է անցումային շրջան մինչև հուլիսի 1-ը։ Այդ ընթացքում կառավարությունը պետք է աջակցի այն շրջանառության հարկ վճարող տնտեսվարողներին, որոնք կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերած ապրանքային մնացորդները։ Կետերը կարդացել եք, ինչ է ուզում։ Կետեր հիմա չեմ կարող։ Գույքագրում է ուզում։ Այսինքն չեք կարող գույքագրել նաև։ Այսինքն ոչ թե Այս պայքարը գույքա, չէ, գույքագրումի մասին է։ Այս պայքարը գույքագրման դեմ է։ Այսինքն դրա մասին խոսք չի կարա լինի։ Եվ վերջապես եղեք, ասենք փետրվարին ընդունելա ձմեռվա ապրանքը մնացել է, ամառվան մել խափում են, մանիպուլացնում են, խափում են։ Այո, դրա մասին ենք էլի խոսում։ Ամառվա ապրանքը դեկտեմբերին են մարդիկ առնում, որ ամառը մինչև գա հասնի Չինաստանից։ Այդ դրա մասին եկեք ասել։ Բարելա ես